Հասարակության մի մասը կարծում է, թե եկեղեցու ներսում բևեռացում կա, հաշվի առնելով թե Տեր Արամի հայտարարությունները եւ նաեւ նրան սատարող որոշ հոգեվորականների կա արդյոք նման բան։ Եկեղեցում կա ազատություն։ Ակնհայտորեն եկեղեցում կա այդ ազատությունը եւ գիտեք, խոսվում է հիմա նրա մասին, որ ինչ որ մեկին ստիպողաբար տարել են ցույցերի։ Ես ինքս 2019 թվականին, հետո նաև 2021-ից մինչև 24 թվականի ավարտ ծառայել եմ Տավուշի թեմում։ Իմ առաջնորդը եղել է Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սրբազան հոր հովության տակ ես ծառայել եմ, բայց նա նաև եղել է ինձ համար հոգևոր հայր եւ ուսուցիչ։ Նույնիսկ այդ պարագայում ես որևէ վարքյան չեմ զգացել պարտավորություն, նույնիսկ, չգիտեմ, այսպես բարոյական պարտավորություն լինելու այն ցույցին, որի հետ ես ամբողջապես ու բոլորանվեր համակարծիք չեմ։ Ես մասնակցել եմ այն ցույցերին, որոնց գաղափարները ես կիսել եմ, կիսում եմ եւ չտա Աստված, որ մի օր խոտորվեմ այդ գաղափարներից ու սխալ ուղղությամբ գնամ։ Հետևաբար նույնիսկ ես, որ ոչ թե պարզապես աշխատանքի եմ եղել ու իմ վերադասը բանը ասելու, ես պարտավորված եմ եղել դա անելու կամ չանելու, ու նաև ես երբեք չեմ եղել այն վախկոտ կացության մեջ, որ ինձ մեկը ստիպեր գնալ ցույցի, ես էլ հելնեի գնայի։ Ինձ համար դա նվաստացուցիչ է։ Եթե մարդը որոշել է նվաստանալ, ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ որ ցուցում է եղել իրեն հատուկ նվաստանալու։ Եթե մարդը որոշել է շողոքորթել, չեմ կարծում, որ իրեն դա ստիպել են։ Իսկ շողոքորթության ընդամենը մի դիպվածի մասին եմ ես այսօր գրել։ Որևէ հոգևորական ազատ է։ Այն, որ նա այսօր ազատ խոսում է, այն, որ շատ հոգևորականներ այո կարծիքներ են արտահայտում, տարբեր կարծիքներ, նույն Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի կարծիքներն էլ նույնը չէին, եթե հիշում եք, շատ կտրուկ տարաձայնություններ կային, բայց երկուսն էլ շատ մտերիմ հոգևորականներ էին, որովհետեւ կարող էին համաձայն չլինել, բայց չկորցնել շատ կարեւոր դաս տալ ամբողջ հանրության, որ տեսեք մենք ինչպես ենք երկխոսում, տեսեք մենք ինչպես ենք քննարկում, տեսեք թե ինչպես ենք մենք փնտրում ճշմարտությունը ու դա երբեք եկեղեցում արգելված չի եղել։